Երբ վիրուսը կամ բակտերիան ներթափանցում է ձեր մարմին, վերջինս կարող է պաշտպանել ինքն իրեն հատուկ բանակով, որը պայքարում է դրանց դեմ։ Այդ բանակը կոչվում է իմունային համակարգ։ Իմունային համակարգը կազմված է տարբեր տեսակի բջիջներից, որոնք բոլորը միասին պայքարում են վարակների դեմ։ Հարձակվող վիրուսին կամ բակտերիաներին առաջինը նկատում են դենդրիտային բջիջները։ Դուք կարող եք նրանց անվանել ձեր մարմնի հետախույզներ։ Այդ հետախույզներն ամենուր են, այդ թվում ձեր արյան, ձեր մաշկի և ձեր մկանների մեջ։ Այդ բջիջների գործն է նախազգուշացնել բանակի մյուս մասին վիրուսի հարձակման մասին։ Երբ հետախույզը նկատում է թշնամուն, նա ուղևորվում է դեպի ավշային հանգույցներ, որոնք ձեր իմունային համակարգի կոորդինացիոն կենտրոններն են։ Այնտեղ T կոչվող մյուս բջիջներին նա պատմում է ամեն ինչ ներխուժող թշնամու մասին, ներառյալ այն, թե ինչ տեսք ունի այն։ Այժմ T բջիջներն իրենց վրա են վերցնում հրամանատարությունը, թշնամու մասին տեղեկատվությունը փոխանցելով B բջիջներ կոչվող զինվորներին։ B բջիջներն օգտագործում են տեղեկատվությունը հրահանգների նման և ստեղծում են հակամարմիններ կոչվող զենքեր, որոնք նախագծված են այդ կոնկրետ թշնամու դեմ պայքարելու համար։ B բջիջներն այժմ ավշային հանգույցներից շարժվում են դեպի մարտի դաշտ, որտեղ նրանք հակամարմիններով կրակում են թշնամուն։ Հակամարմինները կարող են նաև գրավել մեկ այլ տեսակի բջիջների, պայքարելու այսպես կոչված ֆագոցիտների դեմ, որոնք ուտում են վնասազերծված թշնամուն։ B բջիջներից մի քանիսը դառնում են վետերաններ, որոնք վերապատրաստվում են ապագայում թշնամուն հաղթելու համար։ Եթե ձեր օրգանիզմը կրկին ենթարկվի նույն վիրուսի կամ բակտերիայի հարձակմանը, վետերան B բջիջներն այս անգամ պատրաստ են արագ ստեղծել ավելի լավ հակամարմիններ, վիրուսը կասեցնելու համար, նախքան այն կարող է վարակել ձեզ։